Դուք Փաշինյանի հետ մասնակցում եք թե պատարակներին, թե նման մասսայական միջոցառումների, հիմա էլ Գյումրիում եք, ինչ կասեք, ինչ եք որոշել համերգին մասնակցել, ինչքանով են կարևոր նման միջոցառումները եւ Ես եւս մեկ անգամ կայանամ, ես Ռուստամ Ավագյանն եմ, եւ որ դուք շեշտում եք, որ ես մասնակցում եմ պատարակների, համերգների, ասեմ ձեզ, ես հեղափոխության օրվանից կանգնած եմ իմ պետության, իմ պետականության, իմ հողու ջրի մեջ, ու ես շատ ամուր եմ զգում։ Ես այս 36 տարվա մեջ, 40 տարվա մեջ առաջի անգամ մենք հայ ազգովի մեր ժողովրդով զգացինք ինչ է հայրենիք ունենալը, ինչ է հայրենիքի մեջ ապրել, ազատ խոսքի իրավունք ունենալը, եւ այդ ազատ խոսքի իրավունք տրամադրողը մեզ եղել է այդ process-ը, որ մեզ պարգևել է, դա եղել է մեր իշխանությունը, ներկայիս իշխանությունը, եւ մենք բոլորս կանգնած ենք մեր իշխանության կողքը, նույնպես ես։ Իսկ իշխանումը համերգին ինձ հիշացրեց հեղափոխության առաջի օրը, ժողովրդի համախմբվածությունը, ժողովրդի սերն ու հարգանքը դեպի պետությունն ու պետականությունը։ Նույն ավյունը տեսաք ինչ 2018-ին էր։ Ինչ է։ Նույն ավյունն եք տեսնում ինչ 2018-ին էր։ Որ 18-ին էր դրա կրկնակին եմ տեսնում։ Ու մեր իշխանությունը, մեր պետությունը մեզ սովորացրեց, մարդկանց մեջ նաև սերմանեց եկեղեցի գնալը, որի մոտ շատերի մոտ դա բացասական բան է, հատված էր, որոնք չէին էլ ներկայանում մարդիկ եկեղեցիներ, ու սովորացրեց փոխադարձ հարգանք բոլորի հանդեպ, այսքանը կասեմ, մենք մեր իշխանության կողքին ենք, ամենայն դեպս ամբողջը, որը որ տեսնում եք իշխանության կողքին քայլող, հետևից գնացող, առաջից գնացող, ոչ մեկ չի գնում ինչ-որ շահադիտական նպատակներով, մեզ ոչ ֆինանսավորում են, մեզ ոչ շալվարներ ու հեռուստացույցներ են բաժանում, մենք ուղղակիորեն կանգնած ենք բառից իմաստով մեր պետության, մեր պետականության, մեր ձեռք բերված խաղաղության կողքը, պետքա պահենք ու պահպանենք մեզ տրամադրած խաղաղությունը, որը որ տրամադրել է մեր պետությունը եւ որը որ կայացրել է Հայաստանի Հանրապետության հպարտ զինվորում, ունարվում եմ այս պետության ու պետականության առաջ, ուրախ եմ։ Տեսեք, դուք ասում եք, մենք շալվարներ, հեռուստացույց, բրինձ եւ այլն չենք բաժանում, չեն բաժանել ձեզ այսինքն, բայց տեսնում ենք, որ պետական աշխատողներ կան այստեղ, ովքեր եկել են, նաեւ լուրեր են պատտվում։ Պետական աշխատողները բռնի ուժով են եկել, ստիպողաբար են եկել։ Դուք հիշում եք պատարակներողություն թույլ տվեք շարունակեմ, տեսանք, որ պատարակներից մեկի ժամանակ տղամարդն ասում է, ես նոր եմ վիրահատությունից դուրս եկել, հիվանդանոցում էի, ինձ ասեցին պիտի մասնակցես, Չկա նման բան, ես 100% դա կարող եմ հերքել, դա սարքած դրածո հատվածներ, որոնք նախկին իշխանության ձեռքի գործն է, խեղաթյուրել, ապականել, չգիտեմ, Հայաստանի Հանրապետությունում այսօր ժողովուրդը հասել ազատ խոսքի իրավունքի, իր երկրի տակ ազատ ապրելու իրավունքի, թողեք վայելենք մեր ազատ ապրելու իրավունքը, որովհետև դա նաև մեր համար որդեգրել է հայ զինվորը։ Խնդրում եմ հարգեք այդ ամեն ինչը ու պահեք ատամներով այս ազատությունը։ Եթե նրանք գան իշխանության, էլ բրինձ շլվար բաժանողները, եթե գան իշխանության, Հայաստանի Հանրապետությունը միայն ու միայն ճանաչված է լինելու Ռուսաստանի կողմից, միայն Պուտինի կողմից, ուրիշ ոչ մեկի Հայաստանի Հանրապետությունը դարեր ի վեր չի հետաքրքրել, դարեր ի վեր։ Իսկ հիմա Հայաստանին ճանաչում է, Հայաստան աշխարհին ճանաչում է ամբողջ աշխարհը, գրեթե ամբողջ աշխարհը։ Իսկ այդ ռուսամետ քաղաքական դեմքերը, որ այսօր Հայաստանի Հանրապետություն են եկել, կոչեր են անում, որ իրանք շատ հայրենասեր մարդիկ են, եկել են փրկելու, հենց իմենը վերեք խոսենք մեր Գյումրիից, ուր էին 36 տարի, 40 տարի, Գյումրին երկրաշարժ տեսած, փլատակների տակ մնացած, ու մինչև առ այսօր Գյումրիում մարդիկ ապրում են սոցիալապես ծայրահեղծանր վիճակում, տնակներում, նույնիսկ ավտոտնակներում։ Այսքան ժամանակ Սամվել Կարապետյանի թիմը բարերարի դեմքով չէր կարա հանդես գալ Գյումրում, գոնե մի հատ իրանց նախկին իշխանություններից որևիցե մեկը, եթե իր հյուրանոցների, իր գործող օբյեկտների դռները բացի,
Այս տուժած ժողովրդի 50 ընտանիք ամեն մեկը եթե բացի 50 ընտանիք կտնավորվի, կտեղավորվի։ Միթե ժողովուրդը չի տեսնում, չի գիտակցում։ Կներեք, քանի որ դուք օրինակ բերեցիք Սամվել Կարապետյանին, ես էլ մի այսպիսի օրինակ բերեմ, գիտեք, որ մեր արտաքին պարտքը ավելացել է։ Եթե դա արտաքին պարտքից մի որոշակի տոկոս հատկացվեր Գյումրիին, չեք կարծում, որ մենք այսօր աղետի գոտի այդ հասկացությունը չէինք ունենա։ Եթե նախ ոնց նայում եմ, դուք էլ իմ տարիքի կլինեք, եթե 40 տարվա մեջ դուք նոր նկատել եք, որ արտաքին պարտքը ավելացել է ու գումար պետք է տրամադրվի Գյումրուն, ասեմ քեզ 40 տարի արտաքին պարտքը գետին աճակացրել ու ինչ է առաջացել, Գյումրուն աջակցել են արտաքին պարտքի դեպքում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում արտաքին պարտքը կշատանա, թե կքչանա, Հայաստանի Հանրապետությունում լիքը ծառայողական քայլեր կա, որ ծառայում է դեպի ժողովրդին։ Հենց հիվանդանոցները, բոլոր այդ սոցփաթեթները, ասենք պարգևավճարները կարող են մի քիչ տալ եւ դրանով ավելի լավ պատկան մարմինները պարգևավճար ստանան, քան թե նախկինների նման։ Նախկինում Հայաստանի Հանրապետության պետական համակարգում, Հայաստանի Հանրապետության պետական համակարգում ինձ թվում է ֆինանսական դաշտը ինչ որ մի հատ բաց արկղ է, որ ով ուզեցել է մոդեցել է, դրանից օգտվել է, ու այդ օգտվելու հիման վրա տարբեր երկրներում իր համար վիլաներ է կերտել։ Հիմա այսօր արտաքին պարտքից խոսալուց կամ պրեմիաներից խոսալուց ի՞նչն է ձեզ ցավացնում։ Ես ուզում եմ ավելի ճիշտ դրական պատասխան ստանամ ձեզանից, հարց, նոր պատասխան եմ։ Ես նախընտրում եմ, եթե ես ինքս ղեկավարում եմ ինչ-որ արտադրամաս, ես իմ աշխատողին այն կարգի կսնուցեմ, որ ինքը ոչ աշկը գցի իմ բյուջեին, իմ ջեբին, ոչ էլ ձեռը գցի։ Եթե դուք այսօր 36 տարվա մեջ այսօր առաջի անգամ նկատում եք Հայաստանի Հանրապետությունում արտաքին պարտքը, 36 տարվա մեջ նոր նկատվում եք ավիրված ու ապականված դարերի խորհուրդ ունեցող մեր Գյումրին, խորհուրդ կտամ ձեզ տարբեր լրատվական դաշտերի սնուցում են տարբեր ռուսամետ կիսահայահպատակ, սենց մի հատ կիսաավիրված կառույցներ, ղեկավարներ, որոնք իբր թե շապիկ են հագել ու վրան գրել են բարերար։ Չկա, Հայաստանի Հանրապետությունը եթե բարերարներ ունենար, մեծ բարերարներ ունենար, Հայաստանի Հանրապետության սահմանին դարդակ տուշոնքի բանկա կախած չէր լինի, այսքանը չեմ ուզում ավելացնել։ Ուզում եմ ասեմ, որ նայեք այս ժողովրդին ու սպասեք ամսի 7-ի այս ժողովրդի հաղթանակին, որը եւս հաղթել է 18 թվին, որը հաղթեց անգամ ձեր իսկ կոսպեկտավորած պատերազմը, որ թողեցիք այս իշխանության ուսերին, անգամ այս իշխանությունը հաղթեց անդառնալի պատերազմից հետո։ Այսքանը վերլուծեք, գիտակցեք ու կհասկանաք, որը որից հետո է, ստեսություն, շնորհակալություն։